Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-967-5321 և հայաստանյան 060-3511-31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել է միջազգայնագետ քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապան ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի Patreon-ում, Facebook-յան և YouTube-յան էջերում։ Բարի ձեզ, պարոն Կարապետյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Ողջույն, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Հանդիպում ենք հետընտրական Հայաստանում։ Այո։ Կան ընտրությունների արդյունքները, ներքին կյանքում խմորումները բավականին շատ են, ընտրությունների արդյունքների հետ հաշ չէ ընդդիմությունը, մի քանի օր լռությունից հետո կարծես թե լռություն ասելով ոչ թե այն, որ հայտարարում են կտանք, սահմանադրական դատարան է տալու այսօր այդ բողոքները եւ այլն, լռություն ասելով այն, որ Սամվել Կարապետյանը անդրադարձավ ընդդիմությանը պլան B-ով շարժվելու այդ հայտարարու տարբերակին եւ կոչ է անում միավորվել, համախմբել այդ ուժերին։ Հիմա հասկանանք այդ համախմբումը ուր կտանի, ինչին կբերի եւ ընդհանրապես հնարավոր է այդ համախմբումը իրականացնել, քանի որ հենց ինքը ուժեղ Հայաստանի առաջնորդը հայտարարում է, որ ընտրությունների ժամանակ դա չարեցին եւ կարծես թե սխալ թույլ տվեցին։ Հիմա ինչպես է ստացվելու համաձայն այդ պլան B-ի համախմբել այս ընդդիմադիր ուժերը, ստեղծել այդ խորհուրդը, մի խոսքով նկատի ունի նաև, որ եթե համապատասխան պահը գա, հնարավոր է նաև ժողովրդին հանել փողոց։ Սա ինչ է նշանակում, կստացվի արդյոք նրանց համախմբումը եւ եթե այս ձևաչափն են ընտրում, արդյոք հրաժարվում են խորհրդարանում պայքարելուց։ Շնորհակալ եմ կարևոր հարցադրման համար, իրականում կուզեի նախ ողջունելի համարել այն հանգամանքը, որ առաջնորդը ընդունում է, որ ինչ-որ հարցում վրիպել է, սխալվել է կամ քաղաքական ճիշտ հաշվարկ չի ներկայացրել, հետևաբար կրում է դրա նաև պատասխանատվությունը, դա շատ ողջունելի քայլ է, այսինքն այն մեծամտությունը, քաղաքական գոռոսությունը այստեղ բացակայում է, այդ մասով շատ լավ է, բայց այն, որ այո, որոշ քաղաքական պրոցեսներ տապալվել են դրա արդյունքում, որի կուլմինացիան լրիվ այլ կարող է լինել, դա փաստ է, դա խոսում է ոչ վարժ քաղաքական ուղեկից ունենալու, ոչ հետագից ունենալու, ոչ քաղաքական պրոցեսներին մասնակից լինել, որքան է քաղաքականացված անձ է։ Սա խոսում է այն մասին, որ քաղաքական պրոցեսներ դեռևս պետք է գեներացվեն, ըստ էության, չի բացառվում, որ քաղաքական օրակարգ ու ճանապարհային քարտեզ համատեղ մշակվի ընդդիմադիր մյուս ուժերի հետ, որի մասին այդ կոնսոլիդացիայի առաջարկը եղավ համատեղ գործելու, ես կարծում եմ, որ այս պահին հետկուլիսային որոշակի պայմանավորվածություններ են փորձում ձեռք բերել, որպեսզի դա իրականացնեն եւ այդ մեթոդները, թե ինչ գործիքակազմով ու մեխանիզմներով են աշխատելու, թեման տակ է պահվում, անկախ այն տրամաբանությունից, որ կարծես փողոց գեներացնելու հավանականությունը քիչ է, առավել ևս, որ նրանք գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը անգերազանցելի է փողոցային պայքարում եւ ունի հակագործողությունները, եթե գեներացվի փողոցային պայքար, բայց այն, որ պերմանենտ այս հանգստության մեջ կա որոշակի ռիսկեր, որ այդուհանդերձ ժողովուրդը սթափ զանգվածը գիտակցում է, որ սա այն ընտրություններն էր, որը որ վերջի 30 տարիներին ամենախայտարակ նվազ լեգիտիմությամբ ընտրություններն են եւ իր ձայնի քվեի հետևից կարող է գնա եւ փողոց անգամ դուրս գա, դա չի բացառվում եւ դրա մասին նաեւ գիտի Փաշինյանը եւ ես կարծում եմ, որ սադրիչ հայտարարություններ է նաեւ անում են մասով, որ այսպես ասած մեմ հրավիրում է ժողովրդին, ովքեր որ գտնում են, որ իրենց իրավունքները ոտնահարված են, իրենց քվեները կեղծ են եւ այլն, հրավիրում է փողոց, որտեղ նա շատ ուժեղ է, այսպես ասած, մեղմ ասած, հա, եւ հասկանում ենք, չէ, հարևանը հարևանին, բարեկամը բարեկամին դեմ դուրս հանելով, ընդ որում այստեղ շատ վտանգավոր հայտարարություններ անելով, որ մեղադրելով ընդհուպ մինչև 500-700 հայ քաղաքացու մանդատի վաճառքի մեջ, այսինքն յուրաքանչյուրիս հիմա նա մեղադրում է շատ լուրջ հանցագործության մեջ, որի համար նաև ոչ միայն քաղաքական պատասխանատվության է ենթարկվելու շատերի կողմից, այլ նաև իրավական, որովհետև դա միայն քաղաքական հայտարարություն չէ, բայց փաստը մնում է փաստ, որ իրեն ձեռատալու, որ
այս ժողովուրդը այսպես էմոցիոնալ վիճակի բերվի ու դուրս բերվի փողոց, որ հետագայում ցանկացած սցենար ընդհանուր մինչև մարտի 1-յան, հա, նմանատիպ սցենար գեներացվի ու արդյունքում հասկանում եք ու մեղադրեն եւ տարբեր գործողություններ աստված չարասցե տարբեր սցենարներ փողոցում եթե ծավալվեն, արդեն մեղավորը գիտեք ովքեր են լինելու։ Այս մասով նաեւ Բան Կարապետյան, այսպեսի մի հարց, ասում եք դուրս բերվեն փողոց։ Այդ ժամանակ, երբ ընտրությունները դեռ ավարտված չէին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, չէ, արդյունքների մասին եւ ասաց, որ իրենք հաղթել են։ Դրանից հետո եղավ այդ ձայների հաշվարկը, խախտումները եւ այլն։ Ժողովուրդը եթե փողոց դուրս գար, այդ նույն գիշերը դուրս չէր գար փողոց պաշտպանելու իր այդ դեպքում չէ, գիտեք, կա այսպես է, պետք է լիդերները առաջնորդեին ու ընդհանրապես փողոցային պայքարի օրակարգ գեներացնեին, որ դուրս գային։ Ես չեմ կարծում, որ հայ ժողովուրդը հիասթափած ինչ որտեղ տեսեք հիմա ամորֆ ու ապատիկ ֆոնից մարդիկ դուրս են եկել ու արձանագրում ենք, որ ամենաշատ թվականագով քվեարկողներ են եղել, որը շատ ողջունել է, բայց ուրիշ բան է, որ մարդը ուժ է գտնում իր մեջ, որպեսզի գնա իրավիճակ փոխելու համար ընտրություններին մասնակցիր քվեն տա, ուրիշ բան է, որ արդեն փողոցային պայքար բանը հասնի, որտեվ ժողովրդի մի ստվար զանգված սթափ է մտածում, ասում է ես իմ գործը արել եմ, ես եկել եմ ընտրության, ես ուզեցել եմ փոփոխություն, հենց իմ գալը ընտրության, հենց դրա ցուցիչն է։ Հիմա դուք եք լիդերները, դուք եք կրում այդ պատասխանատվությունը, դուք պետք է գեներացնեք օրակարգ։ Նույնը Փաշինյանն է։ Նույնը Փաշինյանն է, այստեղ այո, սիմետրիկ է խոսույթը։ Այստեղ խնդիրը ուրիշ տեղ է։ Խնդիրը այն է, որ այո, նախ ընդունում ենք, որ սա, ինչպես ասեցի, ամենախայտառակ ընտրություններն էր, որ եղել է, նման ընտրություններ իհարկե չեմ ասում, որ ամբողջ 30 տարիների անցած չի եղել, 96 թվականն էլ նման կերպ եղել։ Հասկանում ենք, որ այն ինչը որ արեց իշխանությունները, հա, 3 ընտրատեղամասերում վերաքվեարկությունը թույլ չտալով, դա կոպտագույն խախտում էր սահմանադրության, դա սահմանադրության բառից բուն իմաստով պղծում էր, քվեի պղծում էր, հայ քաղաքացու քվեի պղծում էր։ Հետևաբար այս մասով նրանք էլ են գիտակցում, որ շատ լուրջ պատասխանատվության տակ են մտնում, միջազգային դիտորդները սա ֆիքսել են եւ այնպես չի, որ հարթ ընդունում են այս ամեն ինչը, որքան էլ ընտրությունների կուլմինացիան ընդունում են վերջնարդյունքով հանդերձ։ Բայց հասկանում ես, որ օրը ցերեկով, ինչի եմ ասում 30 տարիների ընթացքում ինչեր ասես տեսել ենք, ինչեր ասես, մարտագողություն, քվեագողություն տեսել ենք, բայց որ այս տիպի այս մասշտաբների չենք տեսել, հա, ու անունը տնելով մեխանիկական վրիպակների, տեխնիկական սխալների արդյունք ու հա դե ինչ ա եղել, որ դե հիմա 4-5 հազար մարդու ձայներ էլի ընդամենը, վերջում էլ 3 ընտրատեղամասի ձայները առ ոչինչ համարել, այսինքն առ համարելով նաև մարդկանց քվեարկության իրավունքը, մենք էլ ընդառաջեցինք, այնպես չի, որ դա բայց դու գիտեք, հա, օրը ցերեկով մի ամբողջ ոչ քաղաքական ուժի դուս թողես, հա, ու 5 մանդատագողություն անես։ Հայաստանին դուրս մղելու համար մի տունավոր։ Դե տեսեք, մենք գիտենք ինչի համար է դա արվել։ Ես գիտեք շատ լուրջ վերապահումներ ունեմ ընդհանրապես 49 ու 8-ի մասով։ Ես կարող եմ տարբեր իրականությանը խիստ մոտ սցենարներ ասել։ Այդ թիվը ինչի համար է, գուցե նկարվել, գուցե չի նկարվել, գուցե չի նկարվել, բայց դա հիմա քաղաքական դիվիդենդների տեսակետից ոնց կարող ենք դիտարկել։ Այդտեղ շատ լուրջ մտահոգիչ հանգամանքներ կան։ Բայց այն որ մենք գիտենք 2/3, 3/5-ի հա այդ սահմանադրական մեծամասնություն ստեղծելու այդ սցենարը ինչի համար էր, տնային առաջադրանքը ում կողմից էր եկած ինչի համար, ինչի մինչև հիմա Ալիևը չի շնորհավորել գոչի արդյունքներից, հա, Պուտինը իր մասով ինչի գոչի եւ չի շնորհավորել։ Մենք հասկանում ենք, չէ, ուր է տանում այս ամեն ինչը։ Եվ այստեղ է որ պետք է հասկանանք, որ այս ընտրությունները, որպես ետրիցին ինքը լեգիտիմ ընտրություններ չէր, որքան էլ հիմա խոսեն։ Եվ երկրորդը Տիգին Մարի, մի հատ տեսեք ինչ լուրջ հագասություն է։ Իշխանությունը ասում է 500,000 ձայն կաշառքով է, այսինքն հələ դնենք մի կողմ որ անձնական մեղադրանք է, հա մեզ վարկաբեկում է հայ ժողովրդին, անպատվում է այդ վարկագծով մեզ։ Այսինքն ներողություն, եթե դու ասում ես, որ 500,000 ձայն այդպես գնվել է, հետևաբար դու ինչի մասին ես մեսիջ տալիս նույն հայ ժողովրդին, այսինքն լեգիտիմ չի, չէ, այսինքն դու ոնց կարող ես էլ գնալ խորհրդարան
Եթե գիտես, որ 500,000 ձայն եւ ավելի ձայն գնվել է, այսինքն եթե դա աբորինի է, դու ոնց ես ճանաչում, դա լեգիտիմ։ Հիմա նույնը խորհրդարանական, արդեն իսկ խորհրդարանական հաստացի, հա, դե ֆակտո, բայց ոչ դե յուրե, հիմա չկա, դե յուրե ավելի ճիշտ կա, դե ֆակտո չկա։ Նույնը իրենց մասով, ասում են ռեսուրս է կիրառվել, վերաքվյարկությունը չեղավ, չէ՞։ Այսինքն սահմանադրական կարգի տապալում է սա խայտառակ պատկեր, հետևաբար դու իրենք էլ նույնիսկ միասնության թևերը գիտեք դիմում են ներկայացրել չեղարկելու մասին։ Հիմա եթե դուք նման հայտարարություն եք անում, այսինքն իրարամերժ հայտարարություն չի, այս մասով երկուստ էլ ընդունում եք, որ ոչ լեգիտիմ է։ Հիմա դուք ո՞նց եք ձևավորում խորհրդարանը։ Այդ դեպքում ինչ պետք է հասկանալ։ Ինչ դե պետք է հիմա ուրիշ բանն եկել հասկանանք, այստեղ գալիս է հայտնի այդ խոսույթը, վստահ եմ այդ հարցն էլ կտայեք դուք ինձ։ Հիմա մանդատ վերցնել թե չվերցնել հայտնի այս երգնդրանքը, թե որն է ճիշտ, հա։ Այստեղ շատ պարզ է, իշքան է փորձում են պարտացնել, մեկը ասում է վերցնենք գնանք, որ ձեռքը բռնենք այնտեղ իմպիչմենտի գործընթաց վարելու հնարավորություն այն։ Տիգին Մարի, եթե քաղաքացիական պայմանագիրն էլ ասում է շատ հաճույքով մենք սպասում ենք ձեզ, եկեք տեսեք ձեզ ինչ ձևորել դե հայ, դե եթե ընդդիմությունը պետք է աշխատի որպես բոքսի տանձիկ կներեք արդայդությանս համար, հա կարող են գնալ, մարդկանց համար շատերի համար գիտեք 1 միլիոն աշխատավարձը ընդհանրապես դա իրենց երազանքի պես մի բան է, լինել падգամավոր ունենալ անձեռնմխելիություն, դա շատերի համար երազանքի պես մի բան է։ Եվ այստեղ է որ այսինքն եթե դու գնում ես առհասարակ մտնում ես այդ կառույց խորհրդարան, դու ընդունում ես որ ընտրությունները լեգիտիմ են այդուհանդերձ։ 1. Երկրորդը դու ունես այդ երաշխիքները, սա խոսքը վերաբերում է ուղիղ ես ակնարկում եմ այն ուժերին, որոնք անցել են խորհրդարան, որ իրենց մոտ տեղի չունենա մարտագողություն։ Գեգամ Նազարյանական սցենարներ։ Այդ տեսել ենք, չէ՞, ագանատես եղել ենք։ Եվ ընդ որում այստեղ այդ 3/5-րդի ապահովման մասով, որբիսի գիտեք, այնտեղ ԲԴԽ նշանակել, ՍԴ, ՍԴ-ի փոփոխություն եւ այլն, որը որ իրենց մոտ արդեն կստացվի։ Իսկ հնարավոր է, որ մարդիկ կան մտել են հենց այս պայքարի մեջ, որ ոչ թե մարդագողություն լինի, պարզապես հետո անցնեն հակառակ կողմը։ Չի բացառում, դրա համար եմ ասում, դուք բացառապես վստահ եք ու երաշխավորված է ձեր ընտրությունը ձեր կադրերի մասով։ Հիմա մարդիկ կան, ես չեմ ճանաչում այդ մարդկանց։ Նայում եմ, արդեն падգամավորի մանդատի արժանացած մարդիկ են, քաղաքական հետագիծ չունեցող մարդիկ, որոնց չես ճանաչում, չգիտես ովքեր են։ Ես չգիտեմ այդ ընտրությունը իրենք ինչպես են կայացրել, որ վստահ լինեն, որ նման սցենարների ականատեսը չենք դառնա։ Որովհետև այո, իշխանությունների համար հիմա գերխնդիրն է առաջիկա 5 տարին ինչպես աշխատել։ Տեսեք, MBC սահմանադրություն է ժամանակին կարվել, հա, ու հակել են չեն հանում, ու MBC ընտրական օրենսգիր կա, որ այս ընտրությունները անգամ մեկ խորհրդարանով որպես իշխանության թև մասնակցելով դա լեգիտիմ է։ Հիմա հենց իրենք խորհրդարանը աշխատում է, բնականon հունով աշխատում է։ Հիմա հասկանում ենք, չէ՞, որ մի կողմ հիմա այստեղ ճգնաժամ ստեղծելու պահն է։ Բայց այստեղ պետք է հստակ դիրքորոշում հայտնել։ Այդ տեսեք առաջին նիստը եղավ, չմասնակցեցին։ Հիմա եթե դուք եղբայր այնքան վստահ եք ձեր գործելամեր ոճի մեջ, որ որոշել եք չվերցնել մանդատ չգնալ, հետևաբար պետք է ինչ անեք։ Պետք է փողոց գեներացնեք, քաղաքական այլ մեթոդներ, պայքարի այլ ընդ որում այստեղ հատուկ շեշտադրում եմ օրենքի սահմաններում, եթե դուք փորձեք գնալ այն ուղով, ինչպես որ Նիկոլ Փաշինյանն է եկել իշխանության, դուք պարտվելու եք։ Կներեք, ես մի հատ արդայություն թույլ տամ ինձ փողոցային լեքսիկոնից, հա, ասում է ինքը փողոցային պայքարի տեսանկյունից կանցավիկ է։ Եթե դուք գիտեք, որ դուք կարաք, դրա համար ինքն էլ եւս տաղար ասում դուրս եկեք։ Նրան հենց այդ է իրան նվազ լեգիտիմությունը, ինքը այդպես է ուզում հենց հիմա վերականգնի։ Նախնդիրը հենց տեսնում հենց փողոց գներ, այսինքն տեսեք, ընդ որում շատ լուրջ մի հատ հայտարարություն է անում, ասում է ես յուրաքանչյուր մարդու հետևից գալու եմ, ով որ ինձ ձայն չի տվել։ Պատկերացնում եք ինչ է խոսում։ Հիմա այստեղ հարց է առաջանում, նաև տեսեք, ինչի եմ ասում, որ սա կարծես պատվերով իշխանության բան լինի։ Ասում է այն կադրերը, որ հրաբարակվել էր օտանավակայանում, գիտեք, նախկին իշխանությունները իմ համար աչքի լույս չեն։ Բայց հրաբարակում են կադրեր, որտեղ որ գիտեք, Ռոբերտ Քոչարյանը փորձում է երկրից դուրս գալ։ Կարող է անձնական գործերով, կարող է, չգիտեմ, էական չի, հարցը այդտեղ չի։
Չէ, մեդիաներով իշխանության համար էական է, նրանք իշխանական մեդիաներով պրոպագանդում են նախ փախուստ բան, որը հասնում է ադրբեջանական լրատվամիջոցներին, հայ, այսինքն նախկին լիդերը փախնում է։ Այսինքն կներեք, որ ինքը ուզենար փախներ, ես վստահ եմ, ինքը շատ հեշտ կփախներ, անգամ տեղն ու ժամանակը չենք իմանա, երբ փախավ, ուր փախավ։ Դա հարցի մյուս կողմն է։ Բայց ասում է ԱԱԾ-ի աշխատագիծի գործողությունները իրավաչափ են, ասում է ինքն է որոշում այդ սլիվը անի թե չանի, արտահոսքանի թե չէ, եղբայր մարդը այնքան անգրագետ է կամ իրան անգրագետ է, դիգին մարի абսուրդի ժմ մարդիկ ծիծաղում են։ Այսինքն երկրի վարչապետը չգիտի, որ շարքային այդ աշխատագիծը նույնիսկ իր բաժնի պետը իր վերադասը իրավունք ունի նման ինֆորմացիա տարածի, հա, անձի գաղտնիության հանգամանքը խախտել։ Հետևաբար հիմա բոլորս նույն սցենարով կարող ենք նույն պատկերի առաջ կանգնենք։ Ուզում եք ասել, որ հենց Նիկոլ Փաշինյանը իր հայտարարած այդ ջախջախիչ գործողություններին անցել է։ Արդեն ինքը գիտեք, երբ որ ծնգի իջավ հրապարակում վերջի քարոզարշավի վերջի օրը ու ասեց, որ ես էլի նույն ձայնապնակի ֆունկցիան, հա, 8 տարի առաջվա նույն երկը երկեց, հա, նստացնելու եմ, կզացնելու եմ, նստացնելու եմ, կզացնելու եմ, փագելու եմ եւ այլն, ընդ որում դադավորի ֆունկցիա իր վրա վերցնելով։ Մարդը անմեղության կանխավարկած ամեն ինչը թողե, դերևս 21 թվին էր նույն բաները ասում, մինչև հիմա չնստան 5-6 տարի։ Ստացվում է այս մարդը հիմա նոր ասեց, որ վերջնականապես խոստում եմ տալիս հայ ժողովրդին, որ նստացնելու եմ այդ իր ձևակերպումով եռագլուխ, այսպես չգիտեմ։ Հիմա փաստը այնա, որ այո, իր գերխնդիրը հասկանում է, որ այս պայնենա, որ պետք է փագի այդ մարդկանց, որոնք պոտենցիալ ռիսկեր են իրենցից ենթադրում եւ ընդհանրապես քանի որ խոստում է տվել հայ ժողովրդին։ Ինքը հասկանում է իհարկե, որ ժողովուրդը էլի կարող է ուդի էլի մարսի էս կեղծ ինֆորմացիան, այդ էմոցիոնալ սպեկուլյացիաները, բայց փաստը այնա, որ հիմա իր առաջ գերխնդիրը դրված դա։ Ընդ որում հաջորդիվ էլ գիտեք, եկեղեցին է, նույնիսկ եկեղեցու դրույթը մտցրել է իր քաղաքական ծրագրի մեջ, որը մի հատ էլ զավեշտի ժանրից է, ու դա ուղիղ ցուցիչ է, որ նաև հաջորդիվ նպատակը դրված ուղղորդված եկեղեցու դեմ է գործելու։ Էդ էլ մի կողմ։ Հիմա տեսեք, ստացվում է ընտրությունների ընդ որում այստեղ մի հատ շատ կարևոր բան էլ ասեմ, այս համատեքստում։ Տիգին Մարի, երկրի թիվ 1 դեմքը պաշտոնապես հայտարարում է, որ լրտեսներ են, գործակալներ են, կաշառքներ են վերցրել, օտարերկրյա ագենտներ են եւ այլն։ Հիմա կներեք, եթե հիմքեր կան, եթե նման հիմքեր կան, ուղիղ հարց եմ տալիս։ Ինչի մինչև հիմա քննչական մարմիններն ու դատախազությունը վարույթներ չեն հարուցել։ Այդ մասին խոսենք կարճատև գովազդային դադարից հետո, թե ինչու չեն արձագանքել։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք, քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Կարապետյան, հիմա հասկանանք, ինչու Պլամբեն նախապես ընդդիմությունը չուներ մշակած հենց արդյունքների այդ հայտարարելուց հետո։ Ասում եք, տեսեք, գիշերը ես հարցրեցի, ժողովուրդը ինքնաբուխ կարող էր դուրս գալ, դուք ասում եք, չէ, պետք է առաջնորդ լիներ այդ ամենը համակարգելու համար։ Ինչու հենց Պլամբեն չգործեց այդ։ Տեսեք, եթե ըստ իրենց պաշտոնական հայտարարությանը հետևենք, իրենք ասում են, որ քաղաքական բախումներ չլներ, փողոցային, սադրանքների չտրվենք, որտեղ պատկերացնում եք, չէ, իշխանամետ ժողովուրդը դուրս էր գալու փողոց, այսինքն պատերազմի, նույնիսկ քաղաքացիական պատերազմի ռիսկերի հավանականություն կար։ Այսինքն Փաշինյանի սադրանքներին չեն տրվել։ Այո, չէ, իրենք այդպես են ձևակերպում, դրա մեջ կա տրամաբանություն։ Ես չեմ բացառում, որ հենց մարդ, որը որ մարտի 1-ի գործողություններում իր խիստ ակտիվ մասնակցությունն է ունեցել, բոլոր քաղաքական, ներքաղաքական սկզբրտոցների մեջ եղած մարդ, եփված մարդ, ինքը այդ դրամար եմ հատուկ ասում, փողոցային պայքարի այսպես առաջնորդը չէր կարողանա այդ զսպեր կամ հագագործողություններ անել, ընդ որում արյունաթափություն կարող էր լինել, չէր բացառ, որտեվ ժողովուրդը իրոք այս ամեն ինչի հետ հաշտ չէ։ Հիմա հասկանում եմ, որ իր գերնպատակը ավելի շատ հենց է դա, որ ընդդիմությունը ժողովրդին հաներ փողոց։ Այս մասով ես կարծում եմ, որ այո, սթափ որոշում էր զսպել համաժողովրդական ցասում ասեմ ընդվզումը այսպես ավելի կրակին բենզին լցելով հանել փողոց, որովհետև շատ խիստ հավանականություն եմ տեսնում, որ այնպիսի իրավիճակներ կհրահրեին, որ կտաներ ընդհուպ մինչև քաղաքացիական բախումների ու անգամ պատերազմի։ Այս սցենարները ենթադրում են, որ իրենք հաշվարկել են, որ հավանական են, չեն գնացել դրան, բայց որբիսի թեման նաև տակ պահեն, հիմա իրենք դեռևս իրավական պրոցեսների մեջ են, զուգահեռ, ինչպես ասեցինք, արդեն խոսք է գնում համատեղ կոնսոլիդացիոն աշխատանքով նոր քաղաքական օրակարգով հանդես գան, ժողովրդի աջակցությամբ իհարկե։ Իսկ վերադառնալով նախորդ թեմային, այ ես որ ասեցի մտահոգությունը ունեմ, հա, ես ուզում եմ զարմանքս հայտնեմ այդ մասով, որ եթե դու ասում ես, որ ագենտներ են, լրտեսներ են այդ մարտիկ, հագապետական են, հագաօրինական գործողություններ են անում, ապա ուր է քո դատախազությունը, այո, ուր է քո դատախազությունը, ուր է քո քննչական մարմինը, ինչի մինչև հիմա հարուցված գործեր չկան այդ։ Այսինքն դա, գիտեք ինչ, ձևակերպում տալ, որ դա ընդհանրապես քաղաքական հայտարարություն է, դա անլուրջ է։ Կաշառակերության, կաշառքի մասին խոսում ենք, բայց մի մեղադրյալ մի հոգի դատվել է, հենց հասկանում եք, անլուրջ է։ Այդքան ձայնագրություններ պատասխան տան դրա համար։ Ես դրա համար եմ ասում, որ նրա ոչ մի խոսքին ես ինքս չեմ հավատում։ Չեք հավատում նաև նրան, որ արտաքին հովանավորչություն են ունեցել այս առաջնորդները դրսի հետ կապված։ Ես ոչ մի բան չեմ բացառում, Տիգին Մար, ես ուրիշ բան։ Իսկ ինչն է թույլ տալիս նրան ավելի այդքան։ Իրեն կարգել է ցարբոք ու ինքը ունի բոլոր մեխանիզմներ, բոլոր ուժային կառույցներ այսօր հատ ենթարկվում են իր քմահաճույքներին։ Ազգային անվտանգության ծառայությունը նման սլիվ չէր կարող անել առանց իր իգիտության ու թույլտվության։ Ընդ որում պաշտոնապես չէին հայտարարում ԱԱՑ-ի մամուլով, հա, այդ մասին հայտարարում է առաջինը իշխանամերձ մամուլը, այնուհետև ադրբեջանական մամուլը։ Հիմա տեսեք, ժողովրդավարական բաստիոն է հռչակել։ Գիտեք իմ մոտ են ավելի ճիշտ իր մոտ, գիտեք որ տրամաբանությունն է։ Ինքը իրեն կարգել է ժողովրդավարության
բաստիոնի ղեկավար, բայց ինքը պատկերացնում է, որ բոլոր անխտիր պետք է հիմա իրեն ձայն տան։ Ինքը չի մարսում այն հանգամանքը, որ կես միլիոնից ավել մարդ իրեն ասելա ոչ, իր վերարտադրությունը ասելա ոչ։ Ըստ իր տրամաբանության ինքը այնպիսի վարկագիծ է դրսևորել, որ հիմա գիտեք, որ տրամաբանության մեջ է։ Ինքը այս երկիրը երևի պատկերացնում է Հյուսիսային Կորեա, Թուրքմենստան, որտեղ 90+-ով ձայն են տալիս գործող իշխանություններին։ Հա, որտեղ ալտերնատիվ չունեն, հա, ու իրենց համար այդ թակավոր աստված է։ Հիմա այս մարդը գնում է այդ ճանապարհով։ Ընդ որում տեսեք, ախր այս սցենարները էլի եղել։ Հիմա տեսեք, խոսույթում պատտվում է, որ նախագիծ կա, որ մտցնելու են ազգային ժողով, հաստատելու, որ 183 օր, եթե 6 ամիս եթե չես եղել Հայաստանում, համապետական ընտրություններին, հա, չես կարող մասնակցել։ Գիտեք, այդպեսի բան արել է օրինակ Քոչարյանը 2003 թվականին, գիտեք, որբիսի դրսից եկողները չկարողանային այստեղ։ Այդպեսի բան արել է Բիձինա Իվանիշվիլին, որ վրացական սպյուրքը, գիտեք, որը որ անդիմությաններ իր քվեները տալիս չկարողանան։ Հիմա այս քայլով ինչ է, ինքը գնում է այդ նույն սցենարներով, այդ նույն տրամաբանությամբ։ Հիմա հասկանում ենք, չէ՞, ուրա տանում էս մարդը։ Մարդը գալիս է անգամ, որ իրենց քվե տա Ռուսաստանից, ինքն էլ չի ասում, ով էլ գա ինձ է քվե տալու։ Այդ մարդկանց հիմա պատժի միջոց է կիրառել, ուրեմն 25-օրյա վարժական հավաքների է ուղարկում։ Ընդ որում այդ մարդիկ էլ եմ ասում, եկել են իրան քվեարկելու։ Դա պատժի մեթոդ է անցալվում որպես։ Ու գիտեք ինչն է անտրամաբանական։ Հաջորդ վարժական հավաքը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներն են, մարդու ելքի իրավունքը փակել են, որ մարդը այսինքն տուն չպահես, չգնաս քո գործերով, մնաս, որովհետև քո վիեզդը փակված է, դու չես կարող, դու պետք է գնաս այդ 25-ով։ Մարդը ասում է երաշխավորագիր գրեմ։ Ես ինքս, հա, ուզում եմ պարտավորագիր գրեմ, որ ես գալու եմ, ես չեմ խուսանավում, ես գալու եմ մասնակցեմ։ Բայց չէ, այսինքն մարդը հիմա եկել է ընտրությունների, պետք է ստիպված մնա մինչև աշնան վերջ, գնա վարժական հավաքների գա, նոր իր ելքի բանը բացեն, նոր մեկնի երկրից։ Այսինքն հասկանում ենք, չէ՞, ուրա գնում է այս ամեն ինչը։ Ինչպես եք բացատրում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ դրսից կար հովանավորչությունը այս եռագլուխ կուսակցությունների առաջնորդների նկատմամբ ինչի մասին էր խոսքը։ Հիմա արդեն վիճակը հասել է նրան, որ ինքը, այսինքն ինչին է հասել, ու ես չեմ վերցնի ին վրա այն պարտականությունը, որ խելամիտ տարբերակ առաջարկեմ ու ասեմ ինչն է հավանական, ոնց է եղել այդ ֆինանսական հոսքերը եւ այլն։ Դա իմ գործառույթը չի։ Ես ուրիշ բան եմ առաջարկում։ Եղբայր, բայ այդքան հիմքեր ունես նման հայտարարություն անելու։ Այսինքն հայտարարություն անում ես, որովհետև հիմք կա, բայց այդ հիմքը ինչի՞ չես բա, այդ լյուստրացիան, որ խոսում ենք, ֆինանսական հոսքերի մասին, դու ինչ, այսինքն պահել ես զապաս թեմա, որ հետագայում ինչ որտեղ, եթե այդպես է հասկանալի, ինչ որ մի պայ է փորձում դա որպես դիվիդենդ օգտագործի։ Եթե չես ասում, ուրեմն զրբարտում ես։ Այ ես ինչի ասեցի, եթե մարդուն չես մեղադրանք պաշտոնական չկա, որ ինքը լրտես է, ագենտ է, գործակալ է, ուրեմն դա ինչ կարանք դիտարկենք որպես զրբարտություն։ Հաջորդը մի հատ ասեմ, նոնսենս եմ ասում։ Երկրի թիվ 1 ղեկավարը ելնում է նման հայտարարություն է անում, ինքնաբուխ պետք է, չէ՞, դատախազությունը քննչական մարմինները վարույթներ հարուցեն, չէ՞, մարդը հանցագործությունների մասին հայտարարություն անում։ Այսինքն այդ հետքերով պետք է գնան։ Հիմա տիկին մարի ինչ ունեմ մտածելու, եթե այդ նման գործառույթներ չի իրականացում։ Կարող եմ ուրիշ բաներ սկսել մտածել։ Հիմքեր տալիս եմ մտածել։ Նկատի ունեք Նիկոլ Փաշինյանը կոնկրետ հրահանգներ է տալիս։ Հրահանգներից բացի, որ կան պայմանավորվածություններ։ Էլ չասեմ, որ կոմպրոմատների, ուլտիմատումների, շանտաժների լեզվով է չեն առաջնորդվում։ Հիմա էլ եմ կրկնում, չի կարող երկրի ղեկավարը տոտալ հնարավորություններով, որ իր ձեռքի տակ է պահում բոլոր պետական կառույցներին ուժային, նման հայտարարություն անի ու դա անհետևանք մնա։ Դա չլնող բան է։ Դա մարազմի ժանից է։ Եվ այդ հետևանքներին ինչքան ժամանակ հետո ինչքան կարելի է ներողություն գոռալ, կաշառակերը, մարտասպանա, գողա, լրտեսա, հլնայք ինձ ծանր հանցագործությունների մասին ասում ու վարույթ չկա։ Ու այս ժողովուրդը էլի հիասթափություն է ապրում, թե ընդդիմության մասով, թե իշխանությունների մասով։ Հիմա ընդդիմությունը մանդատները վերցնելու է, թե չի վերցնելու։ Դե տեսեք, կա կարծիք, որ խելոք վերցնելու են, ես ինչ որտեղ հակված եմ այդ կարծիքին։
Պայքարը տեղափոխել Հա, դե տարբեր անունը դնելով է, ինչպես ասեցի, ձեռքը բռնենք, չթողենք որ բան, բայց ես ավելի լուրջ մտահոգություններ եմ տեսնում։ Մենք 8 տարի տեսել ենք, նույն այդտեղ ընդդիմությունը մտել էր Նիկոլ Փաշինյանի շատ արագ իշխանությունից հեռացնելու այդ կարգախոսով։ Այո։ Բայց հանգիստ Չէ, մենք տեսնելու ենք ինչ, տեսնելու ենք պարանոիկ վարկագիծ, տեսնելու ենք հիստերիաներ, վանկարգումներ, անվանարգումներ, հայոյանք, լութանք թափել, հա, ժողովուրդ։ Հա, ինչ ասես տեսնելու ենք, հա, ծեծ ու կռիվ, աթոռ շպրտել իրար վրա, ջուր ու աթոռ։ Այդ ամեն ինչն ենք տեսնում։ Եթե մենք գիտեք, վատ բան եմ, մենք սովոր ենք իհարկե այդպես բաներ տեսնելու, բայց եթե հաջորդ 5 տարին մեկը ես պատրաստ չեմ այդպես բան տեսնեմ։ Գիտեք, ժողովրդի մոտ կա մի հատ հետեւյալ կարծիքը, իհարկե որոշակի էմոցիա է իր մեջ պարունակում այդ կարծիքը, բայց ճշմարտություն կա։ Ասում եմ, եղբայր, ես իմ ձայնը չեմ տվել, որ դու գնաս Նիկոլի համար ընդդիմություն աշխատես։ Ես իշխանություն էին ուզում տեսնել։ Որովհետեւ հա, դե հիմա տեսեք, ես ինչ եմ ասում, բարձր ցուցիչ էր, չէ՞, ֆիքսեցինք, որ ժողովուրդը ապատիկ ֆոնից դուրս է եկել, գնացել է ընտրության։ Ողջունելի բան։ Բայց այդ մարտիկ ասում է, ես չեմ տեսել, ես եկել եմ հենց այդ վերափոխումների, որ ինքը չվերարտադրվի։ Բայց ոչ այս սցենարով, այս ռասկլադի պարագայում, երբ որ լեգիտիմ է չի ընտրությունը, դու գնաս մանդատ վեր։ Այսինքն գոռես գոչես, որ ընտրությունները կեղծ են, լեգիտիմ չեն, եւ այլն ու գնաս մանդատ վերցնես։ Այսինքն ժողովրդի աչքի առաջ իրենք պետք է մտածեն, չէ՞ որ հիասթափության այնպիսի մի հատ ալիք է բարձրանալու, որ անգամ այդ օրակարգը, որ փողոցային հիմա կարող է ուսում են գեներացնեն, չստացվի իրենց մոտ։ Դու գիտեք, իրանք այդ մտավախությունը չունեն։ Գիտեք, ես նաև ասեցի, որ այո, իրենք չէին ուզում սադրանքների գնան փողոցային քաղաքացիական բախումներ բան, բայց իրենք լուրջ մտահոգություն ունեն, արդյոք իրենք կարան փողոց գեներացնեն։ Դա շատ բարդ խնդիր է այս պահին։ Որքան էլ ժողովրդի համար այս գոյաբանական հարցերը, ընդ որում այս մարդկային ջրբաժան կա, չէ՞, ժողովուրդը բաժանված է իր մասի, անջրպետ կա, եւ հա, այսինքն մարդկային ճգնաժամ կա նաեւ փոխհարաբերությունների, բայց մարդիկ պատրաստ չեն հիմա դուրս գան փողոց։ Եթե ամփոփենք, ինչ պետք է սպասենք, սպասելիքները որն են, կանխատեսումները, Ես կցանկանայի ցանկացած սցենար, որը զերծ կլիներ բախումներից, իրավական հագաիրավական գործողություններից այդ առաջնահերթ ինչ պետք է լինի օրենքի սահմաններում, որքան էլ որ գործող իշխանությունները ցույց են տալիս, հա, ոնց որ ասում է ես կրկոտ հռետոր եմ, ամեն ինչ էլ կգնա այդ կրկոտ հռետորը, ես կարծում եմ, որ պետք է չտրվեն իր այդ խոսույթներին, էմոցիոնալ այդ սպեկուլյացիաներին, մանիպուլյացիաներին, որի մեջ ինքը վարպետ է, այլ սթափ գիտակցեն քաղաքական այն ուղեգիծը, որը որտեղ գրել են, ես շատ անկեղծ, եթե անաչառան կողմնակալ ենք դատում այս ամեն ինչը, իրենց գործառույթները իրենք այս этаպում լավ անում էին։ Ու ես ողջունեցի, որ ընդունեցին, որ իրենք թերացումներ էլ ունեն։ Բայց իրենց մոտ կա խնդիր, քաղաքական միտք գեներացնելու խնդիր կա, համատեղ գործելու խնդիր կա։ Եվ իրենք չգիտեմ, իրենց քաղ տեխնոլոգներ ունեն, ովքեր ինչ են իրենց առաջարկում եւ այլն, ինչ տարբերակներ։ Ես մի բան գիտեմ, որ լայն կոնսոլիդացիոն աշխատանքներ պետք է տարվեն, համատեղ գործելու ճանապարհային քարտեզ ու օրակարգ, ժողովրդին վստահություն ներշնչեն, որտեվ այդ խորը հիասթափությունը, որը վերստին կա հիմա, ավելի խորացող, այդ բարիերը հաղթահարեն, նոր ժողովրդից ինչ որ բան ակնկալեն, որտեվ ուրիշ բան է, որ ինքը ասում է 700,000 մենք եռագլուխ չենք, մենք 700,000 գլուխ ենք։ Ընդ որում դա էլ դարձավ քննարկման թեմա, ինչու որ ձայն այլ գլուխ։ Դարձ հարցի մյուս կողմը, որ այդ մարդը լեզվամտածողությունը հայկական չի ու հազար ու մի բան ու այլ բան է ուզում ասի, այլ բան է ստացվում, իհարկե դա էլ է մի մեծ խնդիր իրականում։ Խոսում ենք առաջնորդի։ Բայց հա, որտեվ երկրի առաջնորդ է ընտրում։ Գիտեք, խորը ցավ եմ ապրում այս ամեն ինչը տեսնելով։ Սա իմ համար ողբերգություն է անձնական, այս իրավիճակը։ Ընտրությունների հետ կապված ամեն դեպքում այսօր էլ գործընթացներ կան, կհետևենք։ Պետք է հետևենք ուշ-ուշով ընթացքին, փորձենք մաքսիմալ զերծ մնանք սադրիչ գործողությունների, հրահրվող գործողությունների, ուղղակի ես կոչ կանեմ պատկան մարմինեն եւ հատկապես ուժային կառույցներում իրանց տեղում լինեն։ Հարգելի հայրենակիցներ, նոյատապանը կրկին եթերում է։ Ընտրությունների թեման համարենք այսօր այսքանով ավարտված, որտեղ զարգացումներ կլինի, հիմա հասկանանք ինչ է կատարվում մեր սահմաններից դուրս։ Ալիևը նորից սկսել է կոշտ
հայտարարություններով հանդես գալ, ընդ որում ինչ է ասում, որ Ադրբեջանը երբեք չի մոռանա, թե հայերը ինչ են արել իրենց քաղաքների եւ գյուղերի հետ, ինչ են արել իրենց 65 մզկիթների հետ։ Խոզեր ենք պահել, որպեսզի իրենց զգացմունքների, այսպես ասած, զգացմունքները վիրավորենք։ Ինչի մասին է խոսքը, եւ ընդ որում ասում է վրեժը լուծվել է մարտի դաշտում։ Եթե պատերազմը ավարտված է, գնում ենք խաղաղության, այս կոշտ ռետորաբանության իմաստը ո՞րն է։ Ընդ որում Նիկոլ Փաշինյանն էլ Հիկմետ Հաջիևի այցը Հայաստանին ինչո՞ւ բացատրեց, որ կանխվել է դավադրություն, այս ամենը արվում է խաղաղության համար, արդյոք սա խոսում է իրոք խաղաղության գնալու ճանապարհն է։ Օրդուբատում վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան, երրորդ փառատոն համաժողովն է, ընդ որում կազմակերպվում է պետական մակարդակներով, այնտեղ այդ պահանջներ են նորից դնում Հայաստանի առջև։ Ինչի մասին է այս Ադրբեջանից եկող հայտարարությունները։ Նախ հաղթողի իրավունքով լկտի վարկագիծ է դա։ Դա խոսում է նաև այդ մարդու անձնապես չկայացած լինելը, որքան էլ որ համապատասխան կրթություն է ստացել, գիտենք ում որդին է, գիտենք ինչ ուղեգիծ ունի քաղաքական, հա, առավել եւս դիկտատորական ճանապարհ անցած, հա, եւ այս մասով գիտեք, ես միշտ ընդ որում ձեր մոտ հարցազրույցներում ասել եմ, երբեք Ալիևը չի հրաժարվել իր ծավալապաշտական, իր առավելապաշտական, անգամ էքսպանսիոնիստական քաղաքականությունից։ Ուրիշ բան, որ տարբեր օրվա ժամերին ինչպիսի հայտարարություն կլինի ինչ-ինչ միջոցառումների ժամանակ։ Եվ այդ մարդը անկեղծ որպես թշնամի, ես համարում եմ, որ նա անկեղծ թշնամի է։ Շիդակ ասում է, այն ինչ մտածում է։ Ես շատ ուրախ եմ, որ ինքը գոնե արտահայտվում է, որպեսզի հայ հասարակության մեջ գոնե սթափություն մտնի։ Որովհետև այստեղ հագարակ պատկեր ասում են ոնց խաղաղություն է եկել։ Այս է իրական խաղաղությունը։ Հիշեցնում դրանք որակելով ցեղասպանություն, ինքը ստեղծել է շատ ճիշտ չագերտավոր եմ ասում, վարկագիծ է դրսել։ Այսինքն մարդը օգտվում է առիթից, հաղթողի իրավունքով, իհարկե ոտերը լամբոտ է, ես ասեմ ձեզ, ժամանակը կգա իրեն կիճացնենք երկրնքից, հա, այդպես այդ խոսույթն ու ռետորաբանությունը կզսպենք, հա, լեզուն կարճացնելու ձևեր կա։ Բայց հաստատի, տեսեք, այն ինչը որ մենք տեսնում ենք, նախ շատ հետաքրքիր սկիզբ ունեցավ, հա, մինչև ձեր ասած Օրդուբատում տեղի ունեցած վերադարձ, այսպես կոչված արհեստական այդ տերմինով, հա, Արևմտյան Ադրբեջան, մարդիկ իդեպ ասեմ, որ ավելորդ չի։ Խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքին։ Ինչպես Ալիևը փակեց Արցախայության վերադարձի իրավունքի հարցը, Տիգին Մարին։ Արհեստականորեն մտցրեց 300,000 ադրբեջանցիների հարցը, գիտեք, հագադրեց Արցախայության վերադարձի իրավունքի հետ։ Փաշինյանն էլ հարցը փակեց փոխադարձության սկզբունքով, չէ՞, ասեց մենք հրաժարվում ենք Արցախ վերադարձից, դուք հրաժարվում եք 300,000, այսինքն իրավական լուրջ հիմքերով Արցախի վերադարձը էթնիկ զդումը բերեց ուղիղ համադրեց կեղծ հայտարարությունների գոյություն չունեցող մի թեզի հետ, որը որ իրավական ոչ մի աղերս չուներ։ Այդ մեկ։ Երկրորդը Օրդուբատում այո տեղի ունեցել մեծ հավաք, որի շրջանակներում իրենց կրթության գիտության նախարարը, մի շարք բարձրաստիճան ղեկավարներ միաբերան ասում են, որ մենք այո վերադառնալու ենք մեր հողերը, մեր պատմական հողերը, մենք վերադարձնելու ենք անգամ այդ, այսինքն ոչ թե վերադառնալու ենք, նաև վերադարձնելու ենք, այստեղ ուղերձել կա։ Եվ այո նրա հայտարարությունը այդ մասին, որ մենք չենք մոռացել 65 մզկիթներ, մենք չենք խորում Երևանի խանություն, Երևան քաղաքի ադրբեջանական լինելու մասով, հա։ Այսինքն մարդը միջազգային հարաբերություններ մգիմո ավարտած մարդը իհարկե ինքը քաջատեղյակ է լավել պատմությունից, որտեղ միջազգայնագետի առաջի հարակից գիտությունը դա պատմությունն է։ Ես ավելի քան վստահ եմ, որ ինքը ուղղակի այնպիսի մի պատմագրություն է իր համար որտեղ գրել, որով մենք եկվորներ ենք, ու այդ քոչվորները, որոնք միջին ասիական յայլեկից եկել տեղավորվել են այստեղ, մեր պատմական հողերի վրա մեզ համարում են եկվորներ։ Բայց այս ամենը նաև տեղավորում են միջազգային հանրության շրջանակներում եւ հենց հայտարարում է, որ այս ամենը պետք է իրավական հենք են տալիս այդ ամեն ինչին։ Մարդիկ հիմա մինչև ընդհուպ մինչև մակ տանում են այդ ուղերձը, հասցնում են այդ կառույցներին։ Այսինքն իրենց համար հիմա մենք չենք խոսում ստացվում է Արցախահայերի վերադարձի մասին, չենք խոսում Կիրովաբադի, Գանձագի, հա, Արցախի վերադարձը, Բաքվի Սումգայիթը չենք խոսում այդքան 500,000-ից ավել
դերևս 120,000-ից զատ։ Իրանց իրավունքների վերական։ Մենք չենք խոսում մշակութային ժառանգության մասին, հոգևոր մշակութային, իրանք խոսում են չեղած բանի մասին ու դա դարձել են առարգայական դիվանագիտական հարթակներում օգտագործվող գործիք։ Ու այստեղ ինքնախապեյություն ու ստոկհոլմյան սինդրոմ է տիրում, որ մեզ հիմա համոզում են, որ ոնց իրական խաղաղություն է եկել։ Գիտեք, ես ինչ ապրումների մեջ եմ հայտնվել, երբ որ տեսել եմ ոնց է իրենից գո, ձեռքերը ջեբը ման գալիս դիլիջանում մեր ախը քարտուղարը։ Այն մարդը, որը արցախցի է։ Այն մարդը, որը մարտունեցի է ու Շուշիում հարսանիք էր անում։ Գիտեք, ես չգիտեմ իրանց արժե համակարգը, բայց ես գիտեմ մի բան։ Այդ մարդիկ հող հայրենիք, այդ մարդիկ պետականամետ ու ազգային մտածելակերպ չեն կարող ունենալ։ Ու թող անունը չդնեն, չէ, բանը կոմպլեմենտար քաղաքականություն ենք վարում եւ այլն, հա։ Ընդ որում Հաջիևի այդ հարցազրույցներում հետաքրքիր է ինչեր են խոսել։ Օրինակ այդ սահմանադրության փոփոխության հետ կապված խնդիրները, հա, որտեղ դա իրենց համար խնդիր է։ Այ տեսեք, մենք խոսում ենք, ես հա չեմ ուզում չագերտ բացեմ, բայց ստիպված եմ։ Խոսեցինք, չէ, 49.8 չէր կարող էդի 51 ու քանիս լիներ։ Գիտեք, ինքը չէր կարող այդ նկարչություն այնպիսի գեղագիտական նկարչություն աներ մանդատներով, որ այդ պատկերը ուրիշ ստանար, այսքան խնդիրը չլներ, վերաքվյարկության խնդիր չառաջանար, հա, այլ ինքը իր 3-5-րդ ապահոver այս թեմաները փակեր կարար։ Այստեղ գիտեք, կարող եմ ես անմեղության մի հատ կանխավարկած ասեմ, երկու սցենար ասեմ, լավ, ավել չեմ ասում, շատ սցենարներ կա։ Չեք բացառում, չէ, որովհետև հավանական է, որ հենց այդ 49.8-ը այն նրա մարա, որ հայասում էր, չէ, աղեդալի պատերազմա լինել սեպտեմբերի։ Հիմա չի բացառվում, որ հող հանձնի, Աստված չարասը ինչ սցենար լինի, վերջում է մեզ մեղադրի։ Ասի բա տեսակ, այ որովհետև այս պատկերը ստացանք սահմանադրության մեծամասնություն չենք խորհրդարանական։ Կամ կարող եմ մտածել հետևյալը։ Կարող, ես ասում, ես կարող եմ 7-8 սցենար ասեմ հավանական։ Մեկը մյուսից հավանական։ Փորձագիտական դաշտ ես չգիտեմ ով ինչ ասում։ Ես ունեմ իմ սուբյեկտիվ կասկած։ Այսինքն չի նկարել, որ եկեք լավագույն լավ բանով մտածենք։ Արեք նաև անմեղության կանխավարկած երկրորդ տարբեր։ Անթագարակը չի նկարել, հենց այդ լյուֆտը պահել է, որ սա Ալիևի պահանջները չբավարարի։ Ասի տեսակ չստացվեց, փորձեցի։ Ու գիտեք ինչով փագի է դարանքը։ Ասի լավ, արի ռևանշիզմը իսպար բան անեմ, արմադախիլ անեմ։ Ով խոսի ինչքան լիդեր կա, ով մասնակցել է պատերազմին, ով խոսում է Արցախի վերադարձի, փագեմ։ Ասենք մի 10 տարով փագեմ, 5 տարով փագեմ։ Գոնե այդպես հաջողանա։ Իհարկե դա ես չեմ կարծում, որ Ալիևին կբավարարի այդ սցենարը։ Բայց ընդ որում էլ չասեմ, թե այս ամեն ինչի արդյունքում որ աշխարհակական կենտրոնին ինչ խոստումներ է տվել։ Դրա համար եմ ասում, գիտեք, այս սցենարները ես խիստ վտանգավոր եմ համարում ու կապում եմ մինչև սեպտեմբերի այդ իր հայտնի ասած ընդ որում այդ ժողովրդական լեզվով ասած ես չեմ կարծում որ նա այդ մասով պարաժ էր անում նա ուղիղ ասում էր այն ինչ որ իրոք կար դա զուտ էմոցիաների արտահայտում չէր ինչ որ բան ասում էր չէ ես վարչապետ եմ ով ես չիմանամ երբ կլինի պատերազմ հիմա ասում է չի լինի պատերազմ վստահ ասում է չի լինի պատերազմ Ընդ որում մի մարդ ասում, որ 3 հատ պատերազմ է բերել, 3 արհավիշք է բերել։ Ու այսօր ժողովրդի միստվար զանգված այդ մարդուն վերընտրվելու իրավունք է տվել, որովհետեւ այս մարդը գործի։ Հիմա ինչ երաշխիք ունենք, որ սեպտեմբերին Աստված չարասե իհարկե նման սցենարների կամ ինցիդենտների կամ արեստական նման սցենարի ականատես չենք դառնա։ Պարոն Կարապետյան, Ֆիդանի այցը, երրորդի այցը, Ռուսաստանի Դաշնություն հանդիպումները Շոյգու Պուտին, այս համատեքստը տարածաշրջանային հարցերը ավելի քան վստահ եմ կքննա։ Որտեւ կարծես թե համընկավ այդ այցից հետո Ալիևի այս ռետորաբանությունը։ Դարպես արտգործ նախարարները, անվտանգության խորհրդի քարտուղարները, երբ որ հանդիպում են, այդտեղ խոսվում է ոչ միայն ներքաղաքական երկկողմ հարաբերություններ, այլ տարածաշրջանային հարցեր։ Որոնց հարավային Կովկասի շուրջ թեմաները եղել է քննարկումները։ Պարզ է, չէ՞ որ այնտեղ քննարկումներ են գնում հետագա տարածաշրջանում ազդեցության գոտիներ, ներկայացվածությունը, այնտեղ շատ անկեղծ չիդակ զրույցներ են գնում այդ մասով, ասեմ ձեզ։ Հայաստանի մասով էլ են կարծես։ Թուրքիայի եւ Ռուսաստանի մասով իրենք շատ գրագետ են աշխատում, այսպես ասած։ Մեզ համար վտանգավոր են այդ հանդիպումները։ Հատկապես պատմությունը միշտ ցույց է տվել, որ միշտ ցույց են տալ։ Գիտեք, ամենավերջի թարմ դեպքը համատեղ իրենց օպերացիան էր։
եւ ընդհանրապես Աղդամում իրենց այդ կետը որ ունեն ու շատ գոհ են որ շատ լավ աշխատանք են տարել։ Ընդհանրապես երբ որ պատմությանը հղում տանք այդ համագործակցության արդյունքում է որ մենք միշտ կորցրել ենք, հա ու կորցրել ենք։ Լսենք մեր հեռուստադիտողին։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Ես ուզում եմ մի հարց տալ։ Խնդրեմ։ Արդյոք այս հաղորդումը հանրատեսի հեռուստադիտողի համար է թե դες համար է։ Լսում ենք ձեր հարցը։ Քանի ամիս ուզում եմ զանգահարել, ամբողջ մի ժամ սպասում եմ, բայց մենք ձեր զանգը հենց տեսնում ենք, պատասխանում ենք։ Հիմա ժամանակը ավելորդ եկեք ուրիշ թեմաների շուրջ խոսենք, եթե հարց ունեք, հարց ուղղեք։ Հարցս հետևյալն է։ Դուք ինչպես եք վերաբերում այն հարցին, որ մենք մեր համանդրական իրավունքը չենք կարողանում իրականացնել արտերկրում։ Չեն կարող, ասենք, հյուպատոսաներում կամ դեսպանատներում տեղամաս բացել եւ մենք կարողանանք քվեարկել։ Չէ՞ որ մենք էլ ենք Հայաստանի քաղաքացի։ Այո, շատ լավ հարց է։ Շնորհակալ եմ այս հարցադրման համար, շատ ամփոփ ասեմ, մենք խոսեցինք Տիգին Մարիես մասով։ Ես ասացի, որ ընդհանրակը հլմիակ 2003 թվականից դա անվել, ես ինքս միշտ բողոքել եմ այդ որոշման դեմ, որովհետեւ եթե դու ՀՀ քաղաքացի ես ազգությամբ հայ, անկախ քո ֆիզիկապես գտնվելու վայրին, դու պետք է օգտագործես քո քվեի իրավունք, այսինքն դու կաշկանդված չպետք է լինես ֆիզիկապես գտնվող Հայաստանից դուրս գտնվելու հանգամանքով չկմասնակցես ընտրություններին, այո, եւ հենց տրամաբանությունը կա դեսպանատները եւ հյուպատոսաները ինչի համար են։ Եվ չունենք այդտեղ ոչ որպեսզի քաղաքացիներին սպասարկեն, այսինքն ինչն է խնդիրը, եթե դու գնում ես 1000 մի ֆունկցիա կատարում են, չէ՞, անձնագրային գործառույթներ, ինչ խնդիր կար, այնտեղ եւս տեղամաս որպես դիտարկվեր, տեղամասային ու այդ իրականացվեր ընտրություններ այնտեղ։ Ոչ մի խանգարող հանգամանք ես այստեղ չեմ տեսնում, բացի այն, որ իրենք այո, այ հիմա օրենք էլ են ասեցի, չէ՞, նախագիծ են մտցնում, որ հակառակ ավելի բարդացնեն։ Այսինքն այն կրճատեն այդ թվականակը ընտրություններին մասնակցելով։ Մարդկանց մոտ տպավորություն, եթե դու Սփյուռքում ես ապրում, դու էլ իրավունք չունես։ Իհարկե սա մեծ խնդիր է, ես չգիտեմ իշխանապողություն ասեմ, հաջորդ իշխանությունները արդյոք գոնե այս հարցին կվերադառնան ու այս հարցը կլուծեն ի օգուտ հայ ժողովրդի, հայ քաղաքացու, բայց սա արյո, սա շատ լուրջ խնդիր է, ես կարծում եմ, որ սա չի անթույլատրելի է, որը որ 2003 թվականից մինչև հիմա արդեն այդ սցենարով գնում է։ Հարգելի հայրենակիցներն ու Անտապանը կրկին եթերում է։ Պարոն Կարապետյան, շատ կարճ ժամանակ ունենք, ընդամենը 2 րոպե ուզում եմ այս հարցին անդրադառնանք։ Սամվել Կարապետյանը հայտարարեց, գորշգայլերի ներկայացուցիչներ կտեսնենք մեր խորհրդարանում, այսինքն Հայաստանի Հանրապետության։ Մի զավեշտալի կամ վտանգավոր, ինչպեսի գնահատական տամ, այսինքն պետք է թողենք որ գորշգայլերը ասվածը մտնեն խորհրդարան նոր, հա, գլխադեն կամ ինչ, այսինքն գիտեք, այդ հայտարարությունները, որ արվում են, պետք է քաղաքական, ոչ միայն քաղաքական, այլ իրավական պատասխանատվության ենթարկվեն։ Մի հատ ասեն, էլի հստակ է որն է, ում մասին է խոսքը։ Այսինքն մենք Հայաստանում ունենք գորշգայլեր, որոնք մանդատակիր են ու եկուց հավանական սցենարով կարող են մտնել խորհրդարան, հա, այս ինչի մասին է խոսքը։ Չգիտեք, այս զավեշտ ընդհանրապես այս երկուստեք այս նման հայտարարությունները որ անում են, ընդհանրապես որպեսզի քաղաքացիներին հաջողանան, հա, այդ ինչքան վտանգավոր, այսպես թեզիսներ մտցնելով, հա, այսպես ֆետիշացնելով, այդքան ժողովուրդը սկսում է ավելի զզվել, ավելի անտագոնիզմ է սկսում տածել այս մարդկանց հանդեպ։ Ընդհանրապես այս զավեշտը եւ պետք է վերջանա։ Գիտեք, զավեշտ չի, հիմա նայում ես, երեք կարդում եմ, ասում է, հա, գլխավոր դատախազությունը մարտի 1-ի գործով քրեական հետապնդում ես ուրեմն ձեռնարկել ԱԱՑ նախկին տնօրեն 2017 թվականին մահացած Գորիկ Հակոբյանի նկատմամբ պաշտոնական կեղծիքի մեջ մեղադրել։ Դուք մարտի որ ասում եմ մարտի 1-ը բացահայտվել է, այս մարդու, այսինքն մեռած մարդու բանով են հիմա, շորշոպով են բանանում։ Այս ամեն, գիտեք, հələ մի հատ չասեմ, որ հիմա այս թանկացումների ֆոնին, հա, լավություն անելով, ընդ որում ընտրություններից առաջ լավություն անելով, հիշում եք, բարձրացեցին այդ բացը լրացնելու համար հիմա ակցիզային հարգի տրույկաչափի մասին են, չէ՞, խոսում վերանայվում է կառավարության նախաձեռնություն կա, որի արդյունքում բենզինը, դիզվառելիքը, գիտեք, ալկոհոլը պետք է վերանային կներ։ Այդ էլ կենսաթոշակների բարձրացման հետ են կապում, չէ՞, որտեղ ֆինանսը այդտեղից է դրա առողջության պարտադիր ապահովագրման համար են արել։ Դրա դիմաց։ Հիմա հասկանում ենք, չէ՞, որ այս ամեն ինչը
միտքը նախապես արվում էր նույն այդ գույքը, որ մթեր բանջարեղենը փչանում էր, որ ասում են սուբսիդավորումները կանենք։ Այս ամեն ինչ արվում էր, որ մի պահ հաջողյան այն ժողովրդին ու վերջում Մեր հաստի առաջ հաղորդումը կանանք։ ավարտվեց, կտեսնենք որքանով են հաջողանում, դեռ իրադարձությունները կարծես թե նոր փուլ են մտնում, մենք կհետևենք եւ անպայման կհանդիպենք այս տաղավարում քննարկելու համար։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։